Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք ուսումնասիրենք ջրում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժը և կհաշվենք այն։ Կհամոզվենք, որ ջրում ընկղմված մարմինն արտամղող ուժը հավասար է այդ մարմնի կողմից դուրս մղված ջրի կշռին։ Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին։ Սա Արքիմեդի օրենքն է։ Արտամղող ուժը նաև անվանում են Արքիմեդի ուժ։ Ըստ Արքիմեդի օրենքի, Արքիմեդի ուժը կարելի է հաշվել F-ն հավասար է m ջուր անգամ G բանաձևով, որտեղ F-ն Արքիմեդի ուժն է, այսինքն մարմինը դուրս մղող ուժը։ M ջուրը մարմնի կողմից դուրս մղած ջրի զանգվածն է, իսկ G-ն ազատ անկման արագացումն է։ M ջուր անգամ G-ն պարզ է, որ արտամղած ջրի կշիռն է։ Մյուս կողմից, եթե հաշվենք մարմնի կշիռը օդում և մարմնի կշիռը հեղուկի մեջ, ապա բնականաբար մարմինը դուրս մղող ուժը կլինի այդ կշիռների տարբերությունը։ F-ն հավասար է P օդում հանած P ջրում։ Արքիմեդի ուժը հավասար է մարմնի օդում ունեցած կշիռից հանած ջրում ունեցած կշիռը։ Այսօրվա մեր նպատակն է փորձնական ճանապարհով ցույց տալ, որ Fa հավասար է m ջուր անգամ G արժեքը համընկնում է Fa հավասար է P օդում հանած P ջրում արժեքին։ M ջուր անգամ G հավասար է P օդում հանած P ջրում։ Մարմնի կողմից արտամղած ջրի կշիռը հավասար է մարմնի օդում և ջրում ունեցած կշիռների տարբերությանը։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են Արքիմեդի օրենքը ցուցադրող կշեռք, թվային կշեռք, տարբեր նյութերից մարմիններ, ալյումինե, պլաստմասյա, պղնձյա գլաններ, պղնձյա ուղղանկյունանիստ, թել, պլաստմասե բաժակ, պլաստմասե փոքր բաժակ, փորձանոթ անցքով, չափածանդղակով գլանաձև անոթ, աղյուսակ, թուղթ, մատիտ և հաշվիչ։ Չափագլանը և ջրով լցված անոթը օգտագործել զգուշությամբ, դրանք չկոտրելու և դրա հետևանքով որևէ վնաս չհասցնելու համար։ Կշեռքն ամրակալանին ամրացնելուց համոզվել, որ պտուտակները բավարար ձգված են։ Չափենք պղնձյա գլանե կշիռն օդում և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Փորձանոթը, որի վրա կա անցք, ջրի թափվելու համար, լցնենք ջրով, անցքի մակարդակին հավասար։ Պլաստմասյա փոքր բաժակ դնենք կշեռքին և կշեռքը բերենք զրոյական դիրքի։ Բաժակը տեղադրենք այնպես, որ մարմինը փորձանոթի մեջ ընկղմելուց ջուրը լցվի այդ բաժակի մեջ։ Մարմինն իջեցնենք ջրով լցված փորձանոթի մեջ այնպես, որ այն ամբողջությամբ խորասուզվի ջրի մեջ և չդիպչի անոթի պատերին ու հատակին։ Չափենք մարմնի կշիռը, այս անգամ արդեն ջրի մեջ և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Չափենք արտամղված ջրի զանգվածը և արդյունքը գրանցենք աղյուսակում։ Նույն աշխատանքը կատարենք մյուս մարմինների համար և արդյունքները գրանցենք աղյուսակում։ Փորձը կատարենք որպես մարմին վերցնելով ալյումինե արծաթագույն գլանը։
Այժմ անցնենք սպիտակ գլանին։ Եվ վերջապես անցնենք ուղղանկյունանիստին։ Այժմ քանի որ ավարտեցինք փորձը, կարգի բերենք սեղանը, սարքերը տեղավորենք համապատասխան պահարաններում եւ անցնենք աղյուսակի վերլուծմանը։ F-ան հավասար է P օդում հանած P ջրում բանաձևով հաշվենք Արքիմեդի ուժը ըստ փորձի արդյունքների եւ վերացնենք համապատասխան սյունակում։ F-ան հավասար է M ջուր անգամ J բանաձևով հաշվենք Արքիմեդի ուժը ըստ արտամաղված ջրի զանգվածի եւ վերացնենք համապատասխան սյունակում։ Աղյուսակի 4 եւ 6-րդ սյունակներում ջրում ընկղմված մարմնի վրա ազդող Արքիմեդի ուժի հաշվարկներն են։ Մի դեպքում որպես մարմնի օդում ու ջրում ունեցած կշիռների տարբերություն, մյուս դեպքում որպես արտամղված ջրի կշիռ։ Ինչպես տեսնում եք, այդ թվերը շատ իրար մոտ են եւ չափումների սխալը շատ փոքր մեծություն է։ Ամենամեծ շեղումը ստացել ենք սպիտակ գլանի դեպքում 7%, որը թույլատրելի սահմաններում է։ Առաջին 3 փորձերում ստացել ենք գրեթե նույն մեծությունը, շատ փոքր շեղումներով։ Արքիմեդի ուժը այդ 3 դեպքում էլ բնականաբար պետք է նույնը լիներ, քանի որ մարմինների ծավալները նույնն էր եւ նրանք ամբողջապես ընկղմվում էին ջրի մեջ։ Փորձնական ճանապարհով մենք ուսումնասիրեցինք ջրում ընկղմված մարմնի վրա ազդող Արքիմեդյան ուժը։ Համոզվեցինք, որ ջրում ընկղմված մարմինն արտամղող ուժը հավասար է այդ մարմնի կողմից դուրս մղված ջրի կշռին։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։